Արդարադատության համակարգին ցուցաբերած աջակցության մասին են այսօր խոսել պատվիրակության առաջին խորհրդական Օննո Սիմոնսը եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։ Եվրամիության աջակցությունը մեր երկրին ներառում է բյուջետային, ինչպես նաեւ տեխնիկական օժանդակություն, համատեղ ծրագրեր, ընդհանուր առմամբ մոտ 46 միլիոն եվրո ծավալով։ Մասնարարաբար Եվրամիության աջակցությամբ են կառուցվել հայաստանյան 7 դատարանների շենքեր, վերակառուցվել 2-ը, կազմակերպվել փաստաբանների դպրոցը, դատավորների, փաստաբանների եւ թեկնածուների վերապատրաստման դասընթացներ, դատարաններում եւ կառավարական շենքերում ներդրվել են 26 էլեկտրոնային տեղեկատվական տերմինալներ։ Եվրամիությունը նաև շարունակելու է աջակցությունը արդարադատության համակարգի բարեփոխումների երկրորդ փուլում, աջակցության ծրագրերն ուղղելով քրեական օրենսգրքի այլընտրանքային պատիժների ներդրման, քրեակատարողական ոլորտի բարելավմանը։ Սուր սննդային թունավորում Արարատում։ Հիվանդանոց է տեղափոխվել միանգամից 13 երեխա, բոլորը նույն Արարատ գյուղի մանկապարտեզից։ Հակահամաճարակային տեսչությունը փորձանմուշներ է վերցրել։ Փոքրիկների թունավորման պատճառների մասին հստակ կարելի է խոսել 1-2 օրից։ Այսօր արդեն հիվանդանոցում մնացել է միայն 1 երեխա, մյուսները տանն են, բայց բժիշկների հսկողության տակ։ Զարան Սիսերի անունը լսում երեսը թեքում է 3 մանկապարտեզում ճաշին կերան, հետո սրտխառնոց, ջերմություն, փորլուծություն, մի խոսքով հիվանդանոց։ 16:40-ից արդեն սկսվեց հոսքը։ Արարատ գյուղի մանկապարտեզից Արարատի հիվանդանոց է տեղափոխվել ընդհանուր առմամբ 13 երեխա։ Մեծ մասին հենց մանկապարտեզից էլ բերել են, ծնողներն ավելի ուշ են հիվանդանոց հասել։ Ինձ չեն հասցրել զանգահարել, մի քանի ծնողի զանգահարել են, ես արդեն եկել եմ, երեխան հիվանդանոցում է եղել։ Էլենա միսիկ ճաշիկի մեջ։ Ռաֆիկը մենյուի մասին լռում է պարտիզանի պես, հիմա լավ է, շուտով դուրս կգրվի։ Այսօրվա վիճակով մեկը կմնա։ Հիվանդանոցում կմնա միայն Աննան, թունավորումից բացի նա նաև վիրուսային ինֆեկցիա ունի, տատիկն ասում է թունավորման նշաններ արդեն չկան։ Փոր հետ էր տալը, մենան հետ, սիրտը խառնում էր, հետ էր տալը։ Գյուղի մանկապարտեզը չի աշխատում, խոհարարներն անգործ են, տիկին Սեդան չի հասկանում ինչից թունավորվեցին։ 30 տարի աշխատում ենք, մենք դեպք չենք տեսել մինչև հիմա։ Առավոտյան հաց պանիր, թեյեր, կեսօրին սիսերով, բրնձով, հավով ապուր, փլավ ու սերկևիլի կոմպոտ, կարծես թե ապուրն է ծանր նստել 3-4 տարեկան փոքրիկների վրա։ Սիսերը չեն մարսել, թե չէ որ մտածես ինչ որ թունավորում, էդի բացառվում է։ Խոհարարները ենթադրում են, որ փոքրիկները ոչ թե թունավորվել են, այլ ուղղակի չեն մարսել սիսերը։ Ապուրը ծանրամարս էր, բայց թարմ հավով պահեստապետը հավի թարմությունն ապացուցել չի կարող, քանի որ Սանեպիդկայանը սառնարանը սրբել տարել է, փորձանմուշներ են վերցրել ոչ միայն մթերքից։ Թալ, պատարակհաղ, ափսե, բաժակ, սեղան, դրամ բռնակ։ Հակահամաճարակային տեսչությունից էլ փոխանցեցին, որ փորձաքննության արդյունքները դեռ չկան, բայց կասկած չունեն։ Թունավորումը սննդային գործոնով է պայմանավորված։ Մանկապարտեզի տնօրենը հուզված շրջում է, ավելի կոնկրետ սպասում է փորձաքննության արդյունքներին։ 96 երեխա ունեն, ինչու հենց այս 13 հվատացան, թուլացան, փսխեցին։ Գանե Գասպարյանը վստահեցնում է, ամեն ինչ արել են բուժօգնությունն արագ կազմակերպելու համար։ Միանգամից 7 երեխա դա քիչ չէր, շատ անհանգստացրեց ու խոճապի։ Որոշեցինք այդպես հիվանդանոց տանել։ Ինչ վերաբերում է ճաշացանկին, տնօրենը համաձայն է, սիսերը դժվարամարս է, հավի ու բրնձի հետ էլ նույն կաթսայում այո անհաջող համադրություն է։ Փոքրիկները լավանան, մանկապարտեզը բացվի, նորից կհանդիպեն, գոնե հանուն նրբանկատության, սիսեր չի լինի։ Սուսան Բադալյան, Հակոբ Թումանյան, առաջին լրատվական։ Արտակարգ դեպք Ջրվեժում 6 օրական բարորված նորացնի բարուրը գտել են Բանավան թաղամասի բնակարաններից մեկի մուտքի մոտ։ 3 ժամը 21-ին փոքրիկին ոստիկանները տեղափոխել են Երևանի մանկան տուն։ Բարուրում եղել է գրառում, փոքրիկի անունը Մարիամ է, ծնվել է հոկտեմբերի 31-ին։ Ոստիկանները ձեռնարկում են միջոցներ գտնելու Մարիամի ծնողներին։ Մարիամի քաշը 3 կիլոգրամ 300 գրամ է։ Տարբեր հիվանդությունների մասով երեխան կանցնի հետազոտություն։ Երեխան եղել է բարուրված, խնամված, մարմնական վնասվածքներ չի ունեցել։ Սիբիրյան խոցով անասունի վարակվելու դեպքը Տավուշի մարզում հաստատվել է լաբորատոր փորձաքննությամբ։ Մարզում ստեղծվել է վարակի տարածումը կանխելու եւ իրավիճակը վերահսկողության տակ պահելու հատուկ հանձնաժողով։ Այժմ Տավուշից կապի մեջ է մեր թղթակից Գայանե Թամամյանը։ Բարի երեկո Գայանե։ Ինչ է արվում Սիբիրախտի դեմ։ Բարի երեկո նվեր, առաջին ահազանգը սննդի անվտանգության պետական ծառայության մարզային կենտրոն հնչել էր հոկտեմբերի 30-ին, Իջևանից 7 կիլոմետր հեռավորությամբ Խոլարքեր հանդամասում մեկ խոշոր եղջերավորի անկման մասին։
Անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ։ Անասունի մսեղիկը ուղարկվել է լաբորատոր փորձաքննության։ Այսօր կենտրոնի պետ Վասիլ Գալստյանից տեղեկացան, որ անկման պատճառը Սիբիրախ հիվանդությունն է։ Անասունի ամբողջ մսեղիկը այրվել է, տարածքը ախտահանվել։ Աշնանասարի այդ տարածքում ապրող մոտ 30 տնտեսության անասունները, որոնք պատվաստված չեն եղել Սիբիրախտի դեմ, արդեն պատվաստվել են։ Հսկողության տակ են նաև հիվանդ անասունի հետ շփված բնակիչները։ Առայժմ արտառոց ոչինչ չի նկատվել։ Ծառայության աշխատողները նույն հանդամասում նոյեմբերի 3-ին էլ տեղեկացել են Գոմեշի անկման մասին եւ մսեղիկը ուղարկել լաբորատոր զննության։ Պատճառը հայտնի կդառնա վաղը կամ մյուս օրը։ Մարզում իրավիճակը վերահսկելու եւ կանխարգելիչ միջոցառումների իրականացման նպատակով ստեղծվել է մարզային հանձնախումբ բոլոր պատկան ծառայությունների ընդգրկմամբ։ Նվեր։ Շնորհակալություն Տավուշից Գայանե Թամամյանն էր։ Ամակարույց ձերբակալություն Վրաստանում ձերբակալվել է երկրի ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան։ Ձերբակալությունը տեղի ունեցել գլխավոր դատախազությունում հարցաքննությունից հետո։ Ախալայան կասկածվում է պաշտոնական լիազորությունները գերազանցելու համար։ Շուտով կներկայացվի նաև պաշտոնական մեղադրանքը։ Թե հատկապես Ախալայի գործունեության որ ժամանակահատվածին է վերաբերում այդ մեղադրանքը դեռ պարզ չէ։ Ներքին գործերի նախարար նշանակվելուց առաջ նա եղել էր պաշտպանության նախարար, իսկ ավելի վաղ պատիժների իրականացման դեպարտամենտի ղեկավար։ Վրաստանի նախագահ Միխայել Սաակաշվիլիի համախոհ Բաչո Ախալայան Վրաստանի ներքին գործերի նախարարությունը գլխավորել է այս տարվա ամռանից։ Վանո Մերաբիշվիլիի վարչապետ նշանակվելուց հետո։ Խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ բանտային սկանդալի պատճառով Ախալայան հրաժարական էր տվել եւ Վրաստանից հեռացել, բայց վերջերս նա վերադարձել էր եւ հայտարարել, թե պատրաստ է պատասխանել հետաքննության հուզող բոլոր հարցերին։ Նախկին նախարարի կալանավորմանը հետևել են նաեւ նոր ձերբակալություններ։ Իրավապահները հսկողության տակ են վերցրել Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի պետ Գեորգի Կալանդաձեին եւ բրիգադի հրամանատար Զազա Շամատավային։ Ձերբակալության պատճառը դեռ պարզ չէ։ Հնարավոր է, որ ինչպես մի քանի այլ երկրներում շուտով միասեռականները կարողանան օրինական ձևով ամուսնանալ նաև Ֆրանսիայում։ Այդ երկրի կառավարությունն այդ ամուսնություններն արտոնող օրինագիծն արդեն հաստատել է։ Հունվարին փաստաթուղթը ներկայացվելու է խորհրդարանի հավանությանը։ Հոմոսեքսուալ ամուսնությունների օրինականացումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդի նախընտրական խոստումներից է, որին դեմ էր նրա մրցակից նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։ Եթե օրենքի նախագիծը հաստատվի նաև խորհրդարանում, ապա միասեռ զույգերը իրավունք կունենան նաև երեխաներ որդեգրել։ Սիրիա Դամասկոսում պայթյուններ են որոտացել արդեն նախագահական նստավայրի մոտ։ Կան զոհեր, որոնց ստույգ թիվը դեռ չի հաղորդվում։ Սիրիայի ազատ բանակի զինյալները ռմբակոծել են նաև մայրաքաղաքի Մազա ռազմական օդանավակայանը եւ անվտանգության ծառայության շենքերից մեկը։ Նախորդ օրն այնտեղ գնդակահարվել էր սիրիական խորհրդարանի խոսնակի եղբայրը։ Հարձակումն իրականացրել էին քաղաք սողոսկած զինյալները, որոնք սովորաբար թիրախ են ընտրում ազգային դիրքորոշման աչքի ընկնող գործիչներին։ Միաժամանակ Դոհայում հավաքված սիրիացի ընդդիմադիրները որոշել են ստեղծել անցումային կառավարություն։ Ընդդիմադիրների խոսքով այդ կառավարությունն էլ հենց կլինի Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչը։ Սակայն մի շարք հարցերի առնչությամբ ընդդիմադիրների միջև դեռ լուրջ տարաձայնություններ կան։ Մյուս կողմից Թուրքիան մտադիր է Սիրիայի սահմանի իր կյանքով զենիթահրթիռային համակարգեր տեղադրել։ Անկարան այդ համակարգերը ցանկանում է ստանալ ՆԱՏՕ-ից, ինչի համար Դաշենքի իր գործընկերներին դիմելու պաշտոնական պահանջով։ Հայաստան ՆԱՏՕ փոխգործակցության շրջանակում այսօր ներկայացվել է Հայաստանում ժամկետանց թունաքիմիկատների մոնիտորինգ եւ վերլուծություն դրանց էկոլոգիապես անվտանգ հեռացման նպատակով ծրագիրը։ Բնապահպանության նախարարը նշել է, որ քիմիական նյութերի արտադրությունը, առևտուրն ու կիրառումը վերջին տարիներին զգալիորեն աճել են, եւ թեև դրանց օգտագործումը շատ ոլորտներում ունի զգալի առավելություն, սակայն ոչ ճիշտ կիրառումը կարող է մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա անբարենպաստ ներգործություն ունենալ։ Ուստի անհրաժեշտ է միշտ գնահատել թունաքիմիկատների ազդեցության ռիսկերը։ Հետազոտություններ անցկացնելու համար ստեղծվել է լաբորատորիա, որի համալրմանը ՆԱՏՕ-ն տրամադրել է գազային քրոմատագրիչ։ Բրազիլիայի կառավարությունը այլ սարքավորումներ, իսկ ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպությունը անալիզարար տրանսֆորմատորային յուղերում եւ հողում թունաքիմիկատների պարունակությունը որոշելու համար։ Բնապահպանության նախարարությունը պատրաստվում է նոր ծրագրի առաջարկին գիտություն հանուն խաղաղության գործընթացի կոմիտեի քննարկմանը, այն է թափոնակուտակիչների բնապահպանական կարգավորումը, դիոքսինների եւ ֆուրաների արտանետումների կանխարգելման նպատակով։ Օրվա մշակութային նորությունների մասին։
Հայաստանի պատմության թանգարանում կբացվի քարերը ժողովելու ժամանակը խորագրով ցուցահանդեսը։ Հուշարձանների մի մասը վնասված է, կոտրված, հողի մեջ թաղված։ Մարզերից արդեն Երևան է տեղափոխվել 51 պատմաճարտարապետական կոթող։ Ծրագիրն արդեն բանավեճի առիթ է տվել եւ արժանացել բնապահպանների եւ մասնագետի քննադատությանը։ Շատերն այն կարծիքին են, որ հուշարձանն իր ծննդավայրում պետք է մնա։ Մյուս կողմն էլ կարծում է, որ ծրագիրը բխում է կոթողների փրկության գաղափարից։ Այս այն դեպքն է, որ կոչվում է մեծ աղմուկ վասն ոչնչի։ Հենց այսպես է բնորոշում քարերը ժողովելու ժամանակը խորագրով ցուցահանդեսի շուրջ առաջացած իրարանցումը Անելկա Գրիգորյանը։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը փաստում է. այո, սեփական նախաձեռնությամբ թանգարանը կազմել է մարզերում մասնատված ու վտանգված հուշարձանների ցանկը, ներկայացրել նախարարությանն ու հուշարձանների պահպանության գործակալությանը։ Ցանկից պահպանվել է 63 հուշարձան, 51-ն արդեն Երևանում են։ Նախաձեռնության ու բուն գաղափարի հեղինակ ըստ էության Թորոս Թորամանյանն է, ընդգծում է տնօրենը, 1920-ականներին նա, ապա նաև Գարեգին Հովսեփյանը, Սենեքերիմ Տեր Հակոբյանը եւ ուրիշ նվիրյալներ նույն ճանապարհով փրկեցին եզակի հուշարձաններ։ Բոլոր բերված բեկորային հուշարձաններն անմխիթար վիճակում են եւ անհապաղ փրկության կարիք ունեն։ Դրանք տեղում վերականգնելու պահանջն ըստ տնօրենի անհնարին է առանց մասնագիտական վերահսկողության, ջերմամիջավայրի ու շարժական լաբորատորիաների։ Իսկ սրբավայրերից հուշարձանները պոկելու ու սրբապղծության մեղադրանքներին պատասխանը մեկն է։ Նայեք այս կոթողների կողերին, նայեք այս կոթողների զարդանախշերին, տեսեք թե ինչ վիճակում են դրանք։ Եթե սրբությունը այդպես են պահում, ապա ես համաձայն եմ, մենք սրբապիղծ ենք, որովհետև որոշել ենք այդ սրբությանը իր նախնական տեսքը տալ։ Բարձրացած աղմուկի անհեթեթությունն են փաստում նաև հուշարձանների պահպանության խնդրով մտահոգ մտավորականները։ Արգամ Այվազյանը տարակուսում է, քարարվեստի բեկորները հայտնվել են փորձառու մասնագետների ձեռքում եւ վերականգնումից հետո ելի վերադարձվելու են բնավայրեր, որն է մտահոգության առիթը։ Իրավական տեսակետից, եթե ասեմ, հուշարձանների պահպանության օրենքում կետ կա, որ կարելի է հատուկ լիազորված մարմինի կամ կառավարության որոշման հիման վրա տեղափոխել հուշարձանները տեղից տեղ, ասեմ ցուցահանդեսների համար կամ առհասարակ եթե պետք է վանք է, եկեղեցի է, եթե չգիտեմ ջրամբարի տակ են գնում, ինչ է տեղափոխել ուրիշտեղ վերականգնել։ Եվրոպայում արդեն մի քանի տասնամյակ է, ինչ բացառիկ հուշարձանների փրկության նպատակով սկսվել է դրանց թանգարանացման գործընթացը։ Հանգամանորեն ուսումնասիրել են նաև եվրոպական փորձը, նշում է Անելկա Գրիգորյանը։ Միքելանջելոյի Դավիթը դերված է նրա կոպիան արդեն բանում, հրապարակում։ Հռոմը իր խորհրդանիշը գայլը այլևս չի դնում, ինքը տարել է թանգարան։ Սուրբ Մարկոսի Մայր տաճարի ձիերը, որոնք Կոստանդնուպոլսից են բերվել 1204-ին, բայց համարվում են 5-րդ դարի, Հիսուսից առաջ 5-րդ դարի նմուշներ, նրանք գտնում են եկեղեցու ներսում։ Ճակատին Մայր տաճարի գտնվում են պատճենները։ Բայց օրինակի համար շատ ավելի աննկատ բաներ կան, նույն դոժերի պալատի ներքին բոլոր ուրեմն պահող սյուները եւ նրանց խոյակները կեղծ են։ Իսկն բնօրինակները գտնվում են շենքի ներսում։ Անգամ ամենամեծ ցանկության դեպքում հուշարձանները մայրաքաղաքում չեն կարող պահել, վստահեցնում է Անելկա Գրիգորյանը։ Թանգարանը ստանձնել է դրանց վերականգնման, ամրակայման ու պահպանության ամբողջ պատասխանատվությունը։ Կա պետական կառավարական հրաման, որ հուշարձանները պետք է վերադարձվեն իրենց տեղերը։ Եթե կարծում եք, որ ես շատ գոհ եմ նրանից, որ հուշարձանները քիչ ենք բերել, սխալվում եք, բայց ես հնազանդ եմ այդ հրամանին եւ մենք պարտավորված ենք, որևէ մեկը իրավունք չունի կասկածելու, որ դա մենք պետք է վերադարձնենք այդ տեղերը։ Իսկ մարզային իշխանությունները 4 տարի ժամանակ ունեն վերականգնված հուշարձանների բնավայրերում պատշաճ ու անվտանգ միջավայր ստեղծելու համար։ Բանակցությունները թիմ մարզվինների հետ ըստ տնօրենի արդեն սկսված են։ Նոնե Ալեքսանյան, Ռոմիկ Խաչատրյան, առաջին լրատվական։ Հաջորդը մշակութային առօրյայից։ Ոգու պատուհաններ, իմ ճամփորդությունները իսլամական աշխարհում, այս խորագրով այսօր ցուցահանդես է բացվել Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում։ Ամերիկացի հայտնի ֆոտոլրագրող Ալեքսանդրա Ավակյանը վավերագրել է մեր ժամանակի համաշխարհային կարևորագույն դեմքերն ու պատմական իրադարձությունները։ 2 տասնամյակների ընթացքում Ալեքսանդրա Ավակյանի լուսանկարած պատկերների շարքում կան իսլամական աշխարհի դեմքերի եւ իրադարձությունների բավականին ուշագրավ դրվագներ։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը։ Ինձ համար շատ հետաքրքիր էր այստեղ, անչափ ուրախ եմ, որ մենք աջակցում ենք այս միջոցառմանը։ Շատ հետաքրքրական էր տեսնել մամեդական աշխարհը պատկերող դրվագները։ Ալեքսանդրա Ավակյանը իր նկարներում թարմություն է բերում, թեև որոշ գործերում բավականին ծանր տեսարաններ էին պատկերված։ Դուք դիտում եք առաջինի գլխավոր թողարկումը, ես ձեզ հրաժեշտ չեմ տալիս, քիչ ավելի ուշ մենք կհանդիպենք հարցազրույցի տաղավարում, հարցազրույցում ես սպասում եմ ֆինանսների նախարար Վաչե Գաբրելյանին։